Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է Բարգավաճ Հայաստան եւ Մայր Հայաստան դաշինքների համակիրների բազմության մեջ։ Ընդդիմադիր կողմը կատարվածը որակել է կանխամտածված սադրանք եւ հարձակում իր թիմակիցների նկատմամբ։ Մարմնական տարբեր վնասվածքներ ստացած անձանց տեղափոխել են բժշկական կենտրոններ։ Դեպքի առնչությամբ ոստիկանություն դիմաց վարորդը պնդում է, որ քաղաքական ուժի աջակիցներն իրեն հարվածներ են հասցրել։ Ըստ նրա վիճաբանությունը բռնկվել է նախընտրական բուկլետը վերցնելուց հրաժարվելու պատճառով, իսկ վրաերթը տեղի ունեցել փախուստի պահին։ Եթե տեսնում եք, մենք ունենք Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալված նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Գագիկ Բեգլարյանին կալանավորերի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրանքեր առաջադրել 27 միավոր անշարժ գույք յուրացնելու եւ պետությանը 2.3 միլիարդ դրամի վնաս պատճառելու համար։ Ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Ըստ քննչական կոմիտեի նրանք անցնում են Երևանի Վալերի Բրիսովի անվան համալսարանին պատկանած անշարժ գույքի օտարման գործով։ Քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ դրան օժանդակելու հոդվածներով։ Նույն գործով ձերբակալվել են նաեւ Գագիկ Խաչատրյանի որդին Արտյոմ Խաչատրյանը, Բրիսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը եւ Հարություն Թադևոսյանը։ 2 ամսով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Տեղեկությունը հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նրան ենթադրաբար մեղադրում են ընտրակաշարք տալ կամ ստանալու համար։ Սահակյանին ձերբակալել էին 3, այսօր արդեն կալանավորելու որոշում է կայացվել։ Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, սոցցանցի իրերում հայտնել է փաստաբան Վարազատ Հարությունյանը։ Խոսքը 2023 թվականի սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու մասին է։ Մեջբերում փաստաբանի գրառումից։ Ընդ որում 3 տարի շարունակ 2023 թվականից նախաձեռնված վարույթով որևէ գործողություն չկատարելուց հետո օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննություն ավարտելու եւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ մեջբերման ավարտը։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրություններում հաղթելուց հետո անապահով քաղաքացիների ընտանիքների համար ջուրն ու էլեկտրաէներգիան անվճար կլինեն։ Այս մասին հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը քաղաքական դեբատի ժամանակ։ Նա նաև խոսել է Հայաստանի այսօրվա իշխանության վարած քաղաքականության մասին, շեշտել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վարում է պետական շահերին հակասող ադրբեջանամետ քաղաքականություն, այլև ցուցաբերել է անհեռատեսություն, հրաժարվելով արցախյան հիմնախնդիրը հայ ժողովրդի համար բարենպաստ սցենարով լուծելու հնարավորություններից։ Ըստ Կարապետյանի գործող իշխանության անգործությունն ու բանակցային ձախողումները ուղղակիորեն հանգեցրել են ողբերգական հետևանքների։ Այստեղ կա 14 պրոհայկական ուժ եւ 1 պրոադրբեջանական ուժ, եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես։ Մենք այսօր ֆիքսեցինք, որ Հայաստանի կառավարությունը ուներ հնարավորություն զոհերից խուսափելու, բոլոր տեսակի ավերածություններից խուսափելու եւ լուծելու Արցախյան հարցը հայ ժողովրդի համար ամենաձեռնտու տարբերակով, եւ դա չի արվել, որովհետեւ մի ուժ իր մեջ համարձակություն չի գտել, իրավիճակը տեսել է եւ չի արել, եւ այսօր մեղադրում է Արցախի կռված ժողովրդին, գերի ընկած Արցախի նախագահներին, որ իրենք թռել են, բայց թռնողը այստեղ անհեռատես, անհավասարակշիռ քաղաքական գործիչն է։ Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանի խոսքով իրենց քաղաքական ուժը ընտրապայքարին մասնակցում է հենվելով սեփական անցյալի ձեռքբերումների եւ կշռադատված որոշումներ կայացնելու փորձի վրա, միաժամանակ լիակատար պատասխանատվությամբ ընդունելով նախկինում թույլ տված սխալները։ Ըստ Քոչարյանի Հայաստանի արչեւ ծառացած մարտահրավերները բարդ են եւ մեծ ջանքեր են պահանջում, ուստի անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները վերջին տարիների սխալները շտկելու, հրատապ բարեփոխումներ իրականացնելու եւ երկիրը զարգացման նոր հուն տեղափոխելու համար, ինչը թիմային հետևողական աշխատանքի շնորհիվ ոչ միայն արդյունավետ կլինի, այլև հպարտության հիմք կհանդիսանա հասարակության համար։ Մենք գնում ենք ընտրությունների ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլ նաև թույլ տված սխալների գիտակցմամբ։ Անկեղծ ասեմ, մեզ սպասում է շատ բարդ եւ մեծ ջանքեր պահանջող աշխատանք։ Մենք պետք է միաժամանակ
ուղղենք վերջին տարիների սխալները, իրականացնենք բարեփոխումներ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ամփոփել է նախընտրական քարոզարշավը Երևանի Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքով։ ԲԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շեշտադրել է, որ հունիսի 7-ի ընտրությունները կրում են ճակատագրական նշանակություն Հայաստանի պետականության պահպանման եւ սոցիալ-տնտեսական վերականգնման համար։ Ըստ Ծառուկյանի, իշխանությունների գործելավոճը, որն ուղեկցվում է քաղաքական հետապնդումներով, երկիրը տանում է դեպի տնտեսական փակուղի։ Կուսակցության առաջնորդը շեշտել է, որ պետությունը պետք է կենտրոնանա ոչ թե ատելության տարածման, այլ ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման եւ ժողովրդի սոցիալական բեռի թեթևացման վրա, քանի որ կուտակված հսկայական պետական պարտքերն ու տնտեսական անգործությունը սպառնում են Հայաստանի ապագային։ Այսօր 36 թվի օրենքներ են գործում, բան չխոսես, չարտահայտվես, ժողովուրդը խեղճացած, պատերի տակ կանգնած, պարտքի վարկի տակ, ռիսկ չեն անում խոսան, կամ գործից կանեն, կամ տնային կալանք կտան։ Սա մեր ճակատագիր է։ Այսօր նորից եմ ասում, թող ծրագիր ներկայացնեն։ Ինչ են անելու։ Ասում են Եվրոպա արդեն ապրանքը բաց են թողը։ Եղբայրան ամոթ է, սուտ ասեք համ այդ գումարները կտանք, դուք այսօր 8 միլիարդ պարտք ավելացրել եք, իսկ այդ պարտքերի տոկոսը չեք կարող փակեք, ում հաշվին եք փակելու, ինչ եք անելու, ժողովրդին միայն տուշ տուգան գրելով, ավելացնելով դա է, պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ մարդիկ կան փող դնեն, ներդրում դնեն, ոչ թե տարածեն ատելություն, թշնամանք եւ մարդկանցից խլեմ, փակեմ, բանտարկեմ, եղբայր, այդպիսի բան հնաֆրիկյան երկրում էլ չկա։ Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոն վարչական շրջանում անդրադարձել է երկրում իրականացրած իր բարերով ժողովրդավարական փոփոխություններին։ Փաշինյանը ընդգծել է, որ ցանկացած աշխատանք լինի դա բարեկարգում թե սոցիալական բարեփոխում, կատարվում է մարդու հանդեպ տածած սիրո եւ հոգատարության հիմքով։ Փաշինյանը պնդել է, որ խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ թրիփ նախաձեռնությունը երկրին հնարավորություն են տալու դուրս գալ մեկուսացումից եւ ապահովելու են 100-ամյա զարգացման հեռանկար։ Հայաստանի Հանրապետությունը Հայաստան պետությունը երկիր բոլորակի վրա պետքա լինի հավիտյան, թող այս խնդիրը ձեզ վախեցնող չթվա, սա այն խնդիրն է, որը մենք պետքա լուծենք այսօր, եւ մենք մեր երեխեքից մաքարման եւ գոյատևման տրամաբանությունից հանել ենք եւ մենք այլևս բարեկեցության եւ զարգացման տրամաբանությունը պիտի տնենք եւ ժառանգենք մեր երեխաներին։ Միասնության թևեր կուսակցության վարչապետի տեխնացու Արման Թաթոյանի խոսքով կանալիք ընտրությունները պատմական են։ Նա կտրականապես մերժել է արտաքին քաղաքական կենտրոնների Բաքվի, Մոսկվայի, Բրյուսելի կամ Վաշինգտոնի ազդեցությունը Հայաստանի իշխանության ձևավորման գործընթացում, հայտարարելով, որ Հայաստանի ղեկավարին պետք է ընտրեն Հայաստանի քաղաքացիները։ Նախկին ՄԻՊ-ը իր վարչապետության առաջնահերթությունները հստակեցրել է 3 ուղղությամբ՝ վերջնական խաղաղության հաստատում, արդարության հաստատում եւ տնտեսության զարգացում։ Ընտրություններից հետո մեզ համար որոշիչը լինելու է ոչ թե այն, թե ով որքան ձայն է ստացել, այլ այն, թե ով է կարող ստանձնելու Հայաստանի վարչապետի պատասխանատվությունը եւ ղեկավարվելու բացառապես Հայաստանի ազգային շահերով։ Այդ պատճառով մենք առաջադրելու ենք իմ թեկնածությունը։ Հստակ է նաեւ մեկ այլ բան՝ չի լինելու իրավիճակ, երբ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի։ Հունիսի 7-ին գնացեք ընտրության։ Չպետք է թույլ տանք, որ մեր երեխաների, մեր հայրենիքի ապագան որոշեն վախը, ճնշումը կամ փողը։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցության падգամավորի տեխնացու Ալեքսանդր Մինասյանը անդրադառնալով կուսակցության ծրագրերին ներկայացրել է իրենց քաղաքական ուժի հիմնական առաջնահերթությունները։ Կուսակցությունը հանդես է գալիս հանրային ծառայությունների, մասնավորապես հասարակական տրանսպորտն անվճար դարձնելու նախաձեռնությամբ։ Տեխնացուի խոսքով այդ ծախսերը նախատեսվում է ծածկել ավտոբուսների վրա գովազդային հարթակների տեղադրման եւ արդյունավետ կառավարման միջոցով։ Անդրադառնալով տնտեսական ծրագրին եւ հարկային բեռի վերացման վերաբերյալ հնչող քննադատությանը, Մինասյանը նշել է, որ պետական բյուջեն հնարավոր է համալրել հանքարդյունաբերության եւ ընդերքի ռացիոնալ օգտագործման միջոցով, հրաժարվելով սովորական քաղաքացիներից եւ փոքր բիզնեսից հարկեր գանձելու պրակտիկայից։ Հանքարդյունաբերության միջոցով կարելի այդ ծախսերը փակել, որտեղ Հայաստանը չթվա թե շատ այսպես ասենք հարստություն չունեցող երկիր է։ Չէ, Հայաստանը բավականին լավ էլ հարստություն ունի։ Ես ասեմ, որ միայն հազվագյուտ մետաղների արդյունահանումը հնարավորություն է տալու 4-ից 5 տրիլիոն տարեկան հնարավորություններ ստեղծել։
Ռուսաստանը ակնկալում է, որ Հարավային Կովկասի հարցով 3+3 ձևաչափի արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ըստ նրա, այս հարցի շուրջ քննարկումներն այժմ ընթացքի մեջ են։ Գալուզինը շեշտել է, որ Դաշնությունը աջակցում է Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային կապերի լիակատար ապաշրջափակմանը, ինչը անհրաժեշտ է 3+3 ձևաչափի շրջանակում լիարժեք աշխատանքի համար։ Բացի այդ, Պաշտոնյանը հայտնել է, որ Վրաստանը կարևոր գործընկեր է այս հարթակի համար եւ առանց նրա մասնակցության ձևաչափի հեռանկարները լիարժեք չեն լինի։ Հունգարիայի կառավարությունը դադարեցնում է աշխատանքային վիզաներ տրամադրել Հայաստանից, Վրաստանից եւ Ֆիլիպիններից ժամանած աշխատակիցներին, հայտարարել է կառավարության խոսնակը, այս քայլը անվանելով հյուրաշխատողների հոսքը կարգավորելու առաջին քայլը։ Վարչապետ Պետեր Մագյարի տիսակուսակցությունը հայտարարել է, որ հունիսից վիզաներ չի տրամադրի Եվրոպական միությունից դուրս աշխատողներին։ Հունգարիայի կառավարությունը խստացնում է հյուրաշխատողների զբաղվածության հնարավորությունները այն մտավախությունների պատճառով, որոնք դրանք անվանում են տեղական աշխատավարձերի իջեցում, ասել է մամուլի խոսնակ Վանդա Շոնդին։ Ռումինիայի նավահանգստային Կոստանցա քաղաքում ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդումը հանկարծակի ընդհատվել է մոտակայքում անօդաչու սարքի պայթյունի պատճառով։ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ անօդաչուն ունի ուկրաինական ծագում։ Euronews Ռումինիայի հաղորդմամբ առավոտյան նավահանգստի շրջանում ամենայն հավանականությամբ ծովային անօդաչու սարք է հայտնաբերվել։ Թուրքիայից Դոնի Ռոստով հացահատիկի բարձման նպատակով ընթացող երկու բեռնատար նավ Ազովի ծովում ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման, ինչի հետևանքով զոհվել է 5 ադրբեջանցի նամաստի, հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը լրագրողներին հայտնել է, որ Ազովի ծովում բեռնատար նավերի վրա ԱԹՍ-ների հարձակումների հետևում կանգնած է իշխանությունը զավթած Կիևյան նացիստական ռեժիմը։ Ուկրաինական անօդաչու համակարգերի ուժերի հրամանատարը հաստատել է ծովում նավերին հարվածներ հասցնելու փաստը։